Գյումրու Շիրակացու փողոցում գտնվող գետնանցումն է, որը անհիշելի ժամանակներից գյումրեցիների համար օգտվելու ամենաանհարմար գետնանցումներից մեկն էր։ Պատճառը տիրող գարշահոտությունն ու անմխիթար վիճակն էր, որն էլ գետնանցումը անանցանելի էր դարձնում հետիոտների համար։ Խնդրի մասին բարձրաձայնել ենք նաև 2020 թվականին։ Անցել է 6 տարի, փոխվել է 3 քաղաքային իշխանություն, բայց խնդիրը շարունակում է մնալ նույնը։ Միայն վերջերս մաքրվել է աղբը, բայց ինչպես տեսնում եք, չկա կրկին լուսավորություն եւ բավարար պայմաններ։ Բայց որ սարքին շատ լավ է, բոլորս էլ կանցնենք կամ փորձանք։ Երբ չի գործում գետնանցումը, խնդիրն ավելի օրհասական է փողոցում, որտեղ հետիոտները փողոցն անցնում են խախտումով, քանի որ չկան հետիոտների համար նշված գծանշումներ։ Այս գետնանցումը եւս քաղաքի սրտում է։ Ցավոք, սրտի անոթներից մեկը եւս փակ է։ Այստեղից եւս հետիոտները անցնել չեն կարող, պատճառը կրկին գարշահոտությունն է։ Հավոք հոդունի չեմ կարող այդպես անցնել։ Դե մեզում են, չգիտեմ, ինչ են անում, չէ, այդ հոդին հնարավոր չէ մտնել։ Թե չէ, այստեղ որ գալիս եմ, կանգնում եմ ահագին մինչև 100% ճանապարհը բացանի նոր անցնեմ, որտեղ ճանապարհը մեքենաներին է, մերը չէ։ Մարդիկ իրանք չեն հարգում։ Դիսիմիլացիոն պրոդուկտները այդտեղ են թափում, ելով կմտնի այդ հատվածը, ոչ մեկը։ Հսկողություն չկա, դա է։ Գյումրու անկախության հրապարակում գտնվող 3 գետնանցումներից 2-ն են շահագործվում։ Պատճառը ակնհայտ է, վերոնշյալ 2 գետնանցումներում գործում են վաճառակետեր։ Մասնավորի ներդրումն այս դեպքում փրկել է իրավիճակը։ Փաստում են նաև բնակիչները, ընդգծելով իրար հարևանությամբ գտնվող գետնանցումների տարբերությունը։ Այստեղ նայում ենք ավելի մաքուր է, իսկ հարևանությամբ գտնվող գետնանցումը բնականաբար ավելի կեղտոտ է, գարշահոտ կա ահավոր ու այստեղ խանութներ կան, կամերաներ կան, իսկ այնտեղ ընդհանրապես ոչ մի չկա ու երեկոյան ժամերին հատկապես ավելի վախենալու է անցնել։ Գարեգին Նժդեի փողոցի 2 գետնանցումներն էլ համեմատաբար լավ վիճակում են, նշում են գյումրեցիները։ Նախկինում սրանք եւս կորած էին աղբի ու գարշահոտության մեջ։ Որ ճիշտ ասել, գարշահոտություն չկա, առաջ հակար։ Մանավանդ այստեղ զուգարան էր։ Համի լավ էլի կանցնի դառնանք։ Եթե մաքուր լինի, ցանկացածն է կօգտվեն։ Ավելի ապահով է գետնանցումով անցնել, քան անմիջապես փողոց։ Գյումրու կոմունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով պարբերաբար մաքրում են գետնանցումները, բայց բնակիչները շարունակում են աղբով լցնել ու այլ նպատակներով օգտագործել։ Ելոդում է ու ամեն անգամ մենք փորձում ենք մաքուր պահել, բայց հնարավոր չէ մշտական մաքուր պահել տվյալ տարածքները։ Փորձել ենք լույս քաշել, կամերաներ տեղադրել, որոնք խոսքի ճիշտ է, պետք է օգուտ տա, բայց օգուտ չի տալիս։ Պատասխանատուների հավաստմամբ խնդրի լուծում կարող է լինել մասնավորի ներդրումն ու գետնանցումները նաև որպես կոմերցիոն տարածքների վերածելը։ Գյումրու Ավագանու մեր քաղաքը խմբակցության ուշադրության կենտրոնում է եղել այս հարցը։ Խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանի խոսքով պատկերը մշակութային քաղաքին հարիր չէ, բայց առաջարկվող լուծումն էլ իր հերթին խնդիր ունի։ Շիրակացի փողոցի գետնանցումը գործարարներից մեկի ուշադրության կենտրոնում է, բայց հիմնանորոգման հետ մեկտեղ նաև բարձր վարձավճարը կարող է հետ կանգնեցնել այս մտքից։ Ուստի բանակցություններ են ընթանում գնահատման արժեքը նվազեցնել ու հետո բերել Ավագանու օրակարգ։ Որպեսզի լինի իրատեսական եւ ներդրողի համար գրավիչ լինի, որպեսզի մարդը գա եւ հիմքից կարողանա նորոգել, կառուցել, բարեկարգել եւ այնտեղ նաեւ տնտեսվարող ինչ-որ ծառայություններ մատուցի, որպեսզի կարողանա իր գումարը հետ բերի, գրավիչ լինի ներդրողի համար։ Սա նաեւ շահեկան պիտի լինի քաղաքի համար, որովհետեւ այսօր այդ գետնանցումը կա, բայց կարելի ասել խայտարակության հավասար մի էմոցիա է ստեղծում բոլորիս մոտ ու ամոթալի է բավականին։ Մինչ խնդիրը կմնա օդում կախված, Գյումրիում հետիոտները ընտրելու են գարշահոտ գետնանցումների ու վտանգավոր փողոցների միջև։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։